Ֆուտբոլային կյանքի ամենահետաքրքիր եւ անբաժանելի մասերից մեկը դա ճանապարհորդություններն են։ Եվ այսօր մեզ հետաքրքիր ճանապարհորդություն է սպասում դեպի Ռումինիա, Կլուժ Նապոկա, որտեղ Փյունիկը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում կմրցի Կլուժի հետ։ Առաջին խաղում Փյունիկի ֆուտբոլիստները կարողացան ոչ ոքի կորցնել 0-0 հաշվով եւ այսօր նրանք փորձելու են հերթական անգամ անհանգստացել։ Ինչպես հավանաբար հիշում եք, Փյունիկի հետ ես արդեն մեկ անգամ եղել եմ արտակնա հանդիպման, դա հեռավոր 2019 թվականն էր, երբ Փյունիկը խաղում էր Շկուպիի հետ։ Փյունիկը կարողացավ այդ խաղում հաղթել Շկուպին, դուք հիշում եք հավանաբար Հայկազի դեմքը եւ Արտակետի գալի խփած ֆանտաստիկ գոլը։ Ներողություն, Արտակետի գոլ! Ինչպես շեշտակի արված կատարեց։ Այսպես ունջս կտրվեց անգամ։ Այնպիսի գոլի եղինակ դարձավ Արտակ Գեդիգարյանը, նա բացում է իր գոլերի հաշիվը։ Փյունիկի կազմում Արտակ Գեդիգարյան այս Փյունիկի այդ կազմից այժմ թիմի կազմում ոչ մի ֆուտբոլիստ չկա եւ այսօր Փյունիկը իր առջեւ նոր մարտահրավերներ է դնում նոր ֆուտբոլիստներով։ Դե ինչ, գնանք Փյունիկի հետ միասին տեսնելու թե ինչպես է Փյունիկը հաղթում Կլուժին։ Դե ինչ, դուք դիտում եք ուրիշ ֆուտբոլը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, դնել լայք, գրել մեկնաբանություններում, թե ինչքան եք տպավորված այս մեր ուղևորությամբ եւ իհարկե կհանդիպենք արդեն Ռումինիայում։ Գնացինք։ Զանգակնել չեմ ասում, պետք է միացնեք YouTube-ում ձեր չկա։ Ձեր չկա բացատրում, դա ոչ չկա։ Ինչ լավ բայ է դա, ես կամերան չես խզարում։ Բավիշտա։ Դա ֆուտբոլի վետամարին ալացի։ Ֆուտբոլի վետամարին։ Էկվադորցի 29-ը Մանչեսթեր։ Վալենսիա։ Մանչեսթեր։ Ես եմ։ Բավիշտա, օրը սարված։ Պասաժի սպորտային տրոներն է։ Լեոնարդո։ Այն որ Ջագաչուգան չէ, նիգերացի։ Ջեջե Յոկոչա։ Գերմանացի պաշտպան ոտքիսը բարձրացա ոտով է խաղում սա։ Դերշտեգեն։ Չէ, բավարիա։ Ահա։ Արա, այն լեհակու ակումբներ է, որ ասում է, Զլատանը որտե է սկսել։ Շվեդական, ճիշտ է։ Որա Ֆրանսիայի մարզիչ էր, ահա, բանը, այն որ սաղին ջարդում էր, պաշտպան պորտուգալացի, Ռեալում է խաղացել, մեր ամբասադորը ֆրանսիացի, Ռեալի ավակը գրած PSG, բան, Ռամոս, Ատլետիկոյի մարզիչը, Սիմեոնե, ճիշտ է, իսպանական ակումբային, որ Էլչեն մյուսը, լենականի ակցենտով, լենական չկան, սկիրովականի, ոնց ես, Ալավես, այո, Ուրեմն ես մեր հյուրանոցն է, լրիվ սովետական ոճով հոտել Բելվեդերը, սա մեր բալկոնն է, որտեղ անգամ ծխել է կարելի եւ ահա մեր պատշգամբից բացվում է հիանալի տեսարան դեպի մարզադաշտ։ Ահա քաղաքը եւ մարզադաշտը։ Շատ լավ զով եղանակ է ասեմ ձեզ։ Ռոբինը նկարի։ Ինչպես տեսնում եք, մենք գտնվում ենք հիմա Կլուժի մարզադաշտում, որը այդքան էլ տպավորիչ չի, ոչ առաջին հայացքից, ոչ էլ երկրորդ, ներկա եղանք Երեշե Մելիքյանի նախախաղային ասուլիսին, որտեղ հետաքրքիր ինտրիգներ առաջ եկան, որի մասին Մելիքյանը կխոսի խաղից հետո, եթե հաջողվի Փյունիկին անցնել Կլուժի արգելքը, խոսքը նրա մասին էր, որ Երեշե Մելիքյանը փորձաշրջանի է եղել Դան Պետրեսկոյի գլխավորած թիմում նախկինում որպես ֆուտբոլիստ եւ դրա հետ կապված որոշակի գաղտնիքներ կբացահայտի խաղից հետո, եթե ամեն ինչ լավ ընթանա Փյունիկի համար։ Ասեմ, որ Կլուժը սիրուն Քիփլիկ քաղաք է իր համար, բավականին
Սենց հանգիստ, հետաքրքիր վայրերով, որտեղ կարելի է զբոսնել, հաճելի ժամանակ անցկացնել եւ ոչ ավելին կարող եմ ասել, մարզադաշտն էլ տեսնում եք, սա երկրորդ մարզադաշտն է իր մեծությամբ այս քաղաքում, առաջինը Կլուժ արենան է, որտեղ Յունիվերսիտատե ակումբն է հանդես գալիս, ինչպես նաև ասում են էլի մի քանի ակումբներ, այնտեղ եւս եղանք մենք եւ հիմա պատրաստ ենք այստեղ Կլուժ ֆուտբոլային ակումբի մարզադաշտում հետևել հանդիպմանը։ Արդեն վաղը, ասեմ որ բավական բարձր տրամադրություն է Փյունիկի թե ֆուտբոլիստների, թե մարզչական շտաբի եւ մարտական դրամատրված հաշվի առնելով, որ Կլուժի գործերն այդքան էլ լավ չեն եւ նախորդ խաղում նաեւ Սուպերգավաթի համար խաղում Կլուժը պարտություն է կրել, այնտեղ Պետրեսկուն նույնիսկ չի եկել մրցանակաբաշխությանը, մի խոսքով խնդիրները ակումբում շատ են եւ եթե Փյունիկը կարողանա հաջողության հասնել, միգուցե Պետրեսկուն հրաժարական տա։ Այդ ամենը արդեն կիմանանք վաղը։ Դե իսկ դուք չմոռանաք միանալ ուրիշ ֆուտբոլ YouTube ալիքին, միացնել զանգակը, դնեք լայք եւ գրեք ձեր տպավորությունները Փյունիկի խաղի մասին։ Ինչպես եք Լիաննա։ Հիանալի այսպես։ Ինչպես կմեկնաբանեք գալիք հանդիպումը Կլուժի հետ։ Կարծում եմ, որ Փյունիկը իրական շանս ունի երկրորդ փուլ մտնելու Չեմպիոնների լիգայի ու կարծես ամեն ինչ դրան է տանում, եղանակն էլ լավը։ Իսկ ինչ տպավորություն ունեք Կլուժից, Նապոկայից, Կլուժից եւ Նապոկայից։ Գեղեցիկ գողտրիկ եվրոպական քաղաք է, կանաչ քաղաք է, ոչ այդքան մարդաշատ, սիրուն, հաճելի, չէ, մարդիկ բարի են, սիրալ իրեն։ Իսկ ինչպես եք պատրաստում տոնել, եթե Փյունիկին հաջողվի անցնել։ Ես դեռ այդ մասին չեմ մտածել, ինչպես կասեն իսկական մարզիչները, ես քայլ առ քայլ եմ առաջ շարժվում, թող հաղթեն, այնուհետև կմտածենք ոնց կնշենք, բայց միանշանակ եթե հաղթենք, մեր ինքնաթիռում թեժ է լինելու։ 15 Կարեն, ինչպիսի տպավորություններ ունես Փյունիկի այս ընթացքից առաջին խաղից եւ ինչպիսի սպասելիքներ վաղվա խաղից Կլուժի հետ։ Եթե դեմից դնելու ես, հա։ Կարամ դնեմ, կարամ չդնեմ։ Փյունիկի առաջին խաղից տպավորված եմ, իմ կարծիքով իմ սպասելիքներից լավ խաղացին, որտեվ թիմը շատ է փոխվել ու այդ ամրությունը պահել Կլուժի պես թիմի դեմ այդքան էլ հեշտ չէր։ Կարող է եւ կրվեին այդ խաղը, բայց կարևորը որ կայնան զիգ մինչեւ վերջ, ինչը որ այս խաղում արդեն լավ առավելություն է, որովհետեւ Կլուժն էլ սուպեր գավաթը կրվավ ու մի քիչ ինչ-որ խառն է էլի։ Սենց ուժեղ մրցակիցների դեմ այդտենց բաները պետքա փորձի օգտագործել մեր թիմը, որ առաջ անցնի։ Շատ կարևոր կլինի առաջին կեսում գոլ չընդունել, այդ դեպքում արդեն ներվը խաղում կշատանա ու եթե հնարավոր լինի դրա վրա խաղալ, արդեն ամեն մի քայլ այդ բային արդեն կարող է որոշիչ դառնալ։ Դրա համար առաջին կեսում ուժեղ պաշտպանություն, երկրորդ կեսում սպասենք, որ ինչ-որ մի բան կստացվի կամ թեկուզ 0-0 կամ որևէ նիչա, դապալնից էլ նույն արդեն լավ կլինի։ Կմտածեք ինչա, չէ, օրինակ սովորական կարտոֆիլ են սարքում, բայց նենց հերթ հաստեղ ամբողջ օրը։ Մենք էլ ենք սպասում։ Լուր սարքում են, հայ։ The third. Here you have. Thank you. Եվ այսպես նագեցներ կարտոֆիլով, սոուսը, սաղկա, սա ուտենք ջոգենք։ Լավ էլ ամուր կարտոշկա է։ Դե ինչ, արդեն Դե ինչ արդեն հաշված։ Չեղավ սենց։
Դե ինչ արդեն հաշված ժամեր անց կմեկնարկի կլուշ Փյունիկ պատասխան հանդիպումը, այսօր պարզվեց քաղաքում, որ ոչ բոլորն են սիրում կլուշ ֆուտբոլային ակումբը եւ ավելի շատ երկրպագում են ունիվերսիտետային Դավաճան հայվանները։ Այո, դավաճան հայվաններ, ստոր արարածներ, բայց դե հիմա դա կարող է ավելի լավ լինել եւ Փյունիկը այսօր փորձի նույնիսկ որոշ ռումինացիների ցանկությունների կատարածել եւ հաղթեն կլուժին։ Շուտով արդեն կլինենք մարզադաշտում, որպեսզի տեսնենք, թե այնտեղ ինչ է կատարվում եւ տեսնենք, թե թիմերը ինչպես կխաղան։ Դե ինչ, գնացինք։ Ինչպես տեսակ Փյունիկի երկրպագուներն արդեն մարզադաշտում են, մենք մարզադաշտում ենք, բարձրանանք մեդիա տրիբունա, որտեղից եւ կհետևենք հանդիպմանը։ Ինչպես տեսնում եք, մենք արդեն կլուժի մարզադաշտում ենք, թիմերը արդեն կատարում են իրենց նախամարշանքը եւ շուտով արդեն հանդիպումը պատրաստ կլինի մեկնարկելու։ Տեսնում եք Փյունիկի երկրպագուները այստեղ սպիտակ քնաներ, ինչեւ լուսին եւ հետ Պաստարը դրությամբ կարծում մինչև լուսին հասնել պետք չէ, ուղղակի պետք է հասնել Չեմպիոնների լիգայի կամ եվրագավաթային արմատակարի տպայինքին։ Փյունիկ ընկադրում ռետուրული պրիմուլի տուր դիկալիզի our guests from Armenia. FC Punic will start tonight's game in the... Լսում եք ինչպես են հայտարարում կլուժի կազմը։ Numărul 7, Adrian! Cu numărul 9, Marco! Թիմերն արդեն մարզադաշտում են, ողջունում են միմյանց եւ ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին։ Դղրդում է շուրջ բոլորը եւ հանդիպումը մեկնարկում է, գնացինք Փյունիկ։ Բրավո Յունչենկո, ինչա։ Գնաց, Դաշյան, դե, շարունակությունը։ Լավ, ինչ տնավ։ Տանգավոր է Փյունիկի դարպասի մոտ։ Հարկում են փոխանցում։ Եվ սա Տուգանայինի կավարկումի որը չկար։ 12-րդ րոպեն է, ամեն ինչ դեռևս շատ տխուր է։ Եվս մեկ սեյվ։ Նույն Տուգանայինից
Տուգանայինից համարյա եւ դեղին քարտ Կովալենկոին։ Ցավարը որոշեց զրուցել նաև Երիշե Մելիքյանի հետ։ Պասածողը մեզ փրկեց։ Եվս մեկ խաղից դուրս, լույսերը միացրեք խաղից դուրս, շուտ եք ուրախացել։ Վերջ առաջին խաղակեսն ավարտված է։ Մեծերորդ րոպեին բաց թողած գոլից հետո Փյունիկը պարտվում է դեռևս նվազագույն հաշվով 0-1 սպասենք երկրորդ խաղակեսի մեկնարկին։ Սպասում ենք Սուրիչի նահային և մեկնարկեց երկրորդ խաղակեսը, տեսնենք թե ինչ կանի Փյունիկը երկրորդ խաղակեսում ընդամենը 45 րոպե գոլ բաց չթողնելու և գոլ խփելու համար, որպեսզի խաղը տեղափոխվի տրամադրության ժամանակ։ Լավն ես, ախ չանցավ փոխանցումը։ Օրոք։ Յուրչենկո։ Օտուբանջո։ Անջունային Փոփոխությունը նախապատրաստում Երիշե Մելիքյանը մինչ այդ նորից խաղարկում և ձեռքով խաղ քեզ բան հարված և Յուրչենկո շարունակվում է գրոհ ևս մեկ անգամ Յուրչենկո Պոլիսներ վրանսվածքին ստացել 3 ֆուտբոլիստներ Յուրչենկոն կարծես արվածել է դարպասածողին ոտքով կամ ուղղակի ձգել է մկանը առաջին խաղակեսի հաշիվը շարունակում է ամփոփում Փոխարինումները Գոնսալես և Զամբրանո գնաց Բրավո 10 րոպե պաշարել է պետք մրցակցի Տուգանայինը խանցում լավն է Գնաց, պասը, հավայ, առաջ, վակուլ ենք ում, վնասվածքով, դե, գոլը, լավնա, Միայն թե չուտենք հիմա գոլ, քանի րոպե ավելացել մրցավարը? 5 րոպե? Այ քեզ բան, 5 րոպե, չկա, հանգիստ, չենք թողում, հանգիստ, ով աստված, հիմնական ժամանակն ավարտված է 1-1 Զորան Գայիչի խփած գոլից հետո ավելացված 90-րդ րոպեին, ինչ եմ խոսում 90-րդ րոպեին Փյունիկը հավասարեցնում է խաղի հաշիվը եւ գնում ենք լրացուցիչ
Ժամանակ։ Ինչ կասես։ Հուսանք լրացուցիչ ժամանակը նույնպես հաջողություն կբերի մեր թիմին։ Եվ Փյունիկը արդարացրեց բոլոր սպասելիքները։ Շատերը գուշակում էին Կլուժը Փյունիկին հեշտորեն հաղթելու է, բայց տեսանք, որ այդպես չէ։ Մեր թիմը լուրջ պայքար է մղում։ Արժևում ավելացված ժամանակն է։ Ավելացված առաջին խաղակեսին 4-րդ րոպե կրկին Կլուժը առաջ է հաղթում։ Ստեղ չոչորեի վակները ես էի գորում Փյունիկի գոլի ժամանակ, բայց ես իրանց կասեմ, որ դեռ ընդամենը 6-րդ րոպեն է առաջին ավելացված խաղակեսի և եթե դու կյանքի մի բան արես, կարող ես դառնել նաև երկրորդ անգամ։ Փյունիկ քեզ տեսնեմ։ Եվ Արտուր Ավագյանի նորամուտը Փյունիկի կազմում։ Լավն է։ Կենտրոն է։ Դիր! Դիր! Կարմիր կարդ? Եղիշե Մելիքյանին? Ինչ է պատահել? Կարմիր քարտը։ Գերներվային առաջին ավելացված խաղակեսը ավարտվեց։ Եղիշե Մելիքյանը հեռացվեց դաշտից ապարշ շինչի համար։ Սպասենք երկրորդ խաղակեսին Փյունիկ քեզ տեսնենք։ Պենալ! 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 Աստվածին պենալ! Քարտը ուր է։ Չեմ հավատում։ Չեմ հավատում ժողովուրդ։ Հովհաննես Հարությունյան։ Թերևս ամենավճռական պահը բոլորը տուգանային հրապարակից դուրս։ Սուրիչ Հովհաննես Հարությունյան։ Աստվածին, Տեր Աստված, Տեր Աստված, այս թիմը հանձնվել չգիտի, գոլ, գոլ տղաներ, բրավո Հովհաննես, Փյունիկի 3 ֆուտբոլիստ խոտածածկին է, հանդիպման լարվածությունն իրենն ասում է, դե ինչ, տիկնայք և պարոնայք, ֆուտբոլային վիճակախաղ 11 մետրանոցներ։ Ժողովուրդ 11 մետրանոցներ ֆուտբոլային վիճակախաղ։ Յուրչենկո և ֆուտբոլիստներ ձեզ տեսնենք։ Եվ այսպես ուրիշ ֆուտբոլ հետևորդներ մենք գնում ենք 11 մետրանոց հարվածաշարի։ Յուրչենկո առաջին հարվածը տեսնում եք ինչ լուրջ ճնշում է հիմա Յուրչենկոյի վրա։ Արդյոք Յուրչենկո պարապել է 11 մետրանոցները, թե որ կողմ է հարվածելու։ Պետք է ճիշտ տեղադրել գնդակը։ Սա իրոք շատ ահավոր բան է ժողովուրդ։
Ռեկոչուկ քեզ տեսնենք։ Ռեկոչուկի հարվածը։ Գոլ, բրավո Կոչուկ։ Պետրիլլա թե Յուրչենկո, հիմա կտեսնենք։ Ստանգը չկա։ Դե ինչ, Արտակ Դաշյանը 11 մետրանոցների վարպետ է։ Արտակ։ Գոլ։ Վստահագույն։ Արմենն ասում է, որ բուրկան չի խփելու։ Если Цура вообще, да, что дальше? Если Аченко. Աշենկո ասում է Արմենը։ Առաջի անգամ հաշվի մեջ արջևում ենք այս խաղում։ Եվ այսպես Հովհաննես Հարությունյան։ Դե ովո։ Ստուգոցի մեզ ինչ հարված է։ Այո, Կարլո Մուհար։ Դե, Յուրչենկո։ Post. Դե։ Pass. Ռազմագործ Արտուր Ավակյան։ Գոլ Արտուր։ Որոշիչ պահը։ Կլուժի ավակ Կամորա, թե Փյունիկի ավակ Դավիթ Յուրչենկո։ Ով է լինելու Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։ Ով է լինելու է Փյունիկը։ Փյունիկը հաջորդ փուլում է։ Լինելու է Փյունիկը։ Սա անհավանական է։ Սա չկա սենց բան։ Ես ուղղակի չեմ հավատում, որ նման բան հնարավոր է։ Բրավո Փյունիկ։ Բրավո Փյունիկ։ Բրավո Փյունիկ։ Բրավո Փյունիկ։ Լսում եք այս լռությունը։ Դուք լսում եք այս լռությունը, որ սիրում եք Կլուժի մարզադաշտում։ Սա անկոտրում ոգու և անմնացորդ նվիրումի մասին փաստող լռություն է։ Բրավո Փյունիկ։ Դուք արժանի եք այս հաղթանակին։ Բրավո Երուշե Մելիքյան, բրավո տղաներ։ Մենք ձեզ սիրում ենք։ Ես ներկա եմ եղել Փյունիկի հաղթանակի շկուպի հետ և ևս մեկ պատմական հաղթանակ եմ ներկա լինում։ Արտակնա հաղթանակի։ Բրավո Փյունիկ։ Դուք ֆանտաստիկ եք։ Շնորհակալություն այս սովորության համար և շնորհակալություն այս հաղթանակի համար։ Կլուժի երկրպագունը ծափարում են Փյունիկին, տեսեք։ Աղբերն են! Արտուր! Աբրիկ! Նարեկ!